Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք՝ իրական աստվածապաշտությունը։ Մեր հաջորդ ուղերձով մենք ավարտելու ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ 30 ուղերձներից կազմված այս շարքը նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի Bible.com 1 միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։ Սիրելի՛ բարեկամ, տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում հավատքի կյանքն ու իրական աստվածապաշտությունը։ Սակայն Աստվածաշունչը նաև այս հարցին է հստակ պատասխան տալիս ու մեզ փոխանցում Տեր Աստծու ակնկալած կյանքն Իրեն հավատացող յուրաքանչյուր անհատից։ Հակոբոս առաքյալի թղթի 1:27 խոսքում գրված է. «Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և Ինքն Իրեն աշխարհից անարատ պահել»։ Այս հստակ խոսքը կարծես արձագանքում է Տեր Հիսուսի փոխանցած երկու պատվիրանների ճշմարտությանը։ Դպիրներից մեկը, որ լսում էր նրանց վեճը և տեսավ, որ Հիսուսը Սադուկեցիներին լավ պատասխանեց, մոտեցավ ու նրան հարցրեց. «Ո՞րն է ամենակարևոր պատվիրանը»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Առաջին և ամենակարևոր պատվիրանը սա է. «Լսի՛ր, Իսրայել, մեր Տերը Աստված միակ Տերն է։ Եվ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ»։ Սա է առաջին պատվիրանը, իսկ երկրորդը սրա նման է. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես»։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, սեփական անձն աշխարհից անարատ պահելը սրբության կյանք ապրելու մասին է։ Աստծուն սիրել ամբողջ սրտով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ նշանակում է չսիրել աշխարհն ու աշխարհի մեղավոր հաճույքները։ Առանց Աստծու կամքին հնազանդության փափագի չկա և չի կարող լինել անկեղծ աստվածապաշտություն։ Տեր Աստծուն սիրել նշանակում է պահել Նրա պատվիրանները։ Տեր Աստծուն սիրել նշանակում է աշխարհից անարատ պահել սեփական անձը։ Մերձավորին սեփական անձի պես սիրելու պատվիրանն աստվածապաշտության կյանքի մյուս կարևոր բաղադրիչն է։ Այցելել կարիքավորներին, որբերին ու այրիներին, օգնություն տրամադրել դժվարության մեջ լինողներին, հիվանդներին, բանտարկյալներին, կերակրել սովածներին և այլն։ Աստված ակնկալում է, որ մենք Իրենից ներում ու ողորմածություն ընդունելով նույնը կանենք մեր շրջապատի մարդկանց հանդեպ։ Եվ կանենք դա այնպես, ինչպես կուզեինք, որ մեր հանդեպ անեին, եթե մենք լինեինք նման կարիքի մեջ։ «Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի. «Եկե՛ք, իմ Հորից օրհնվածներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեր համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք. ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք. օտար էի, և ինձ ձեր մոտ ընդունեցիք. մերկ էի, և ինձ հագցրիք. հիվանդ էի, և ինձ խնամեցիք. բանտում էի, և ինձ այցելեցիք»։ Այդ ժամանակ արդարները Նրան կպատասխանեն ու կասեն. «Տե՛ր, ե՞րբ Քեզ քաղցած տեսանք և կերակրեցինք կամ ծարավ ու խմելու բան տվեցինք։ Ե՞րբ Քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք կամ մերկ և հագցրինք։ Ե՞րբ Քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու Քեզ այցելեցինք»։ Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք»։ Աստծու կամքին հնազանդ սրբության կյանք ապրելով և մյուսներին Աստծուց տրված հնարավորություններով ու շնորհներով ծառայելով, իրական աստվածապաշտության կյանք ապրող հավատացյալն արտացոլում է Տեր Հիսուսի բնույթն ու որակները, ինչպես նաև հնազանդվում Տեր Աստծու հանձնարարականին։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։